Շարունակելով ռուս փորձագետների հայտարարությունների թեման, սկսենք Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև փոխհարաբերությունների վերաբերյալ զրույցի այս հատվածը Բենյամին Մաթեոսյանին մենք շատ ուշադիր լսեցինք եւ 10-օրյա ժամկետի մասին խոսեց Բենյամինը, ես կցանկանայի, որպեսզի դուք մեկնաբանեք այդ հատվածը, ինչ է սպասվում հիմա առաջիկայում եւ մանավանդ այն հանգամանքը, որ ռուս փորձագետներից մեկն ասաց, որ Իսրայելը բնավ չի սպասելու Միացյալ Նահանգների այսպես հավանությանը որևէ ռազմական գործողություններ Իրանի նկատմամբ սկսելու վերաբերյալ առասարակ Միացյալ Նահանգների դերակատարությունը այստեղ հիմա ինչպիսին է եւ ինչ սպասել առաջիկա 10 օրվա ընթացքում ըստ ձեզ Ինչ վերաբերում է սկսեմ վերջից, ուրեմն ես չեմ կարծում այդպես լինի, այսինքն Իսրայելը չսպասի Միացյալ Նահանգների եւ ինքը քայլ ձեռնարկի, ամեն դեպքում առանց Միացյալ Նահանգների օժանդակության Իսրայելի հարձակումը, եթե սկսի, դա որևէ բան իրենց չի տալու։ Նախորդ հարձակման ժամանակ էլ ամռան, եթե չեք 12-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելը սկսեց, հետո վերջի փուլում Միացյալ Նահանգների ինչ-որ կարճ փուլում եկավ եւ միացավ։ Բայց ինչ կարելի է ասել այս վերջին օրերի բանակցությունների մասին, իհարկե ես ռուսերեն չգիտեմ, ձեր փորձագետների տեսակետը չիմացամ ինչ են ասում, բայց ամեն դեպքում ես իմ տեսակետն ասեմ, որ երկրորդ փուլը տեղի ունեցավ բանակցությունների մի երկու օր առաջ, երեքշաբթի օրն էր, եթե չեմ սխալվում, Օմանի միջնորդությամբ։ Առաջին փուլը 2 շաբաթ առաջ էր, այն ժամանակ հայտարարեցին, որ հաջորդ շաբաթ կշարունակվի, բայց հաջորդ շաբաթ բանակցությունները չեղան։ Մեկ շաբաթ ընդհատումից հետո այս շաբաթ ուրեմն տեղի ունեցավ հակասական, այդպես ասած, հայտարարություններ եղան, մինչ Իրան ասում էր ամեն ինչը կարգին է, նորմալ է եւ մենք շատ դրական ենք մոտեցել։ Միացյալ Նահանգներից այնպիսի հայտարարություններ եկան, Մարկ Ռուբիոն, եթե չեմ սխալվում, որ մի փոքր առաջընթաց կա, բայց ամեն դեպքում խնդիրները մնում են նույնը։ Իսկ արդեն Ջիդևենսը շատ հստակ խոսվեց այն մասին, որ Միացյալ Նահանգների կարմիր գծերը չի հարգվում Իրանի կողմից, այսինքն մի տեսակ շատ հստակ է, որ տեսակետները բավական դեր իրարից հեռու են։ Հիմա Իրանը խոստացել առաջիկա 2 շաբաթվա ընթացքում, եթե չեմ սխալվում, նոր առաջարկներով ուրեմն հանդես գալ, բայց ես չեմ կարծում այդ առաջարկները այնպիսի առաջարկներ են լինելու, որ բավարարելու են Միացյալ Նահանգների բոլոր պահանջները, որտեղ այն ինչ որ պարոն Թրամփն ա դրել, նախագահ Թրամփն ա դրել Իրանի դիմաց սեղանի վրա, դա ուղղակիորեն գուցե Իրանի կողմից կարմիր գծեր են, որոնք հատելը շատ դժվար է Իրանի համար, այսինքն եթե Իրանը դրանք հանձնի, այլևս ոչ բան չի մնալու այդ ամբողջ գաղափարախոսությունից։ Հետաբար Ես կարծում եմ այս փուլում Իրանը փորձում է ժամանակ շահել, որքան հնարավոր է, հիմա մեկ շաբաթ ժամանակ շահելն էլ ինչ-որ բան կարող է իրավիճակը իր համար փոխի։ Հիմա հույս ունեն այսօրվանից իսլամական ծոմապահության ամիսն է սկսում, Ռամազան ամիսն է, հույս ունեն գուցե դա ինչ-որ կերպով էլի մեկ ամիս, այսինքն պարոն Թրամփին հետ պահի պատերազմը սկսելուց կամ դա տեղի չունենա։ Բայց ամեն դեպքում այդ ռազմական որ եկել է կուտակվել է Իրանի հարևանության մեջ Միջին Արևելքում, դա նպատակ չի Այդպես չեն եկել այդտեղ մի հատ պատտվային շաբաթավերջին սուրճ խմեն վերադառնան, բնականաբար ինչ-որ նպատակով են այդտեղ հաստատված եւ մինչեւ այդ նպատակին չհասնեն, հիմա դա կլինի պատերազմը կամ Իրանից ընկի բերել, ամեն դեպքում նրանք հատուկ որոշակի նպատակ ունեն իրականացնելիք։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Թրամփի այսօրվա նախաձեռնությանը, որ Վաշինգտոնում տեղի ունեցավ, կարծում եմ հարգելի Բենյամինի շատ հետաքրքիր բացատրեց, ես պիտի երկրորդեմ իր տեսակետները, որ ներկայացրեց, որ հիմնականում այդ 10-օրյա ժամկետի մասին կարծում եմ առաջի անգամն էր, որ շատ հստակ թվական նախագահ Թրամփը նշեց, բայց ես կարծում եմ դա առավելագույն ժամկետն է, որ նշանակվել է եւ նախորդ փորձերից գիտենք Այդքան չի կարելի վստահել, որ անպայման 10 օր դեռ ժամանակ ունի Իրանը կարող է ցանկացած բան ինչ-որ բան տեղի ունենա։ Հատկապես որ եթե այսօր հետևած դեք լուրերին Լեհաստանի նախագահ շատ հետաքրքիր հայտարարություններ որ գուցե ժամերի խնդիր լինի լահացիներին, ասել հեռացեք անմիջապես Իրանից, մի մնացեք այնտեղ։ Եվ շաբաթ եւ Միացյալ Նահանգների բանակը շատ հստակ կերպով հայտարարել է, որ շաբաթ առավոտյան առաջին ժամերին արդեն ինքը պատրաստ է լինելու գործողություններ անցնելու համար։ Սրանք խոսում են հստակորեն ինչ-որ գործընթացները սկսվելու մասին։ Իսկ այն, որ այսօր այդ հանդիպումը Վաշինգտոնում գումարվեց, խաղաղության խորհրդի նիստը գումարվեց Վաշինգտոնում, ես կարծում եմ դա էլ գուցե այնքան պատահական չէ, այս ամբողջ զուգադիպություն չի կարող լինել պատահական։ Առաջին օրվանից, որ այս խորհուրդը ձևավորվեց պարոն Թրամփի գլխավորությամբ, բոլորը ասում են, որ Թրամփը նպատակ ունի ինչ-որ զուգահեռ կառույց ձևավորել միավորված ազգերի կազմակերպության կողքին,
որը պիտի փորձի լեգիտիմացնել այսինքն բոլոր քայլերը։ Հիմա եթե ինքը փորձի Իրանի դեմ հարձակումը տանել անվտանգության խորհուրդ, Միավորված ազգերի կազմակերպություն, շատ դժվար կարող է այնտեղ համոզի, որ պետք է նման գործողություն, ասենք Իրանի դեմ տեղի ունենա, բայց ինքը առանց նման միջազգային համաձայնության էլ գուցե համարձակություն չունենա այդպիսի լայնածավալ գործողություն սկսել Իրանի դեմ։ Այս խորհուրդը ես կարծում եմ գուցե այն հարմար հարթակը լինի, որը լրիվորեն իր կողմից վերահսկվում է, մի տեսակ անվտանգության խորհուրդ է, բայց խաղաղության անվտանգ ձևակերպված եւ չի բացառվում, որ սեղանի վրա դրված թեմաներից մեկը գուցե կուլիսներում հիմա այն բանակցային բաժնում, որ մենք չենք տեսնում, հենց Իրանի հարցը դրված լինի սեղանին, հատկապես որ պարոն Թրամփը շատ հստակորեն խոսեց այդ թեմայի մասին խաղաղության այդ խորհրդի նիստի ժամանակ եւ ասաց, որ Իրանը կամ պիտի միանա Գազայի այս խաղաղության խորհրդին, կամ ամեն դեպքում ուրիշ երկ չկա, այսինքն պարտավոր է միանալ։ Իսկ դրա միանալը նշանակում է պաշտոնապես ճանաչել Իսրայելը, որ Իրանի գաղափարախոսության հիմնասյուներից մեկն է, այսինքն դա պիտի լրիվորեն իրենք դրանից հրաժարվեն։ Մի տեսակ այս ամենը շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծում, բայց իմ ամենից վատը այնա, որ մենք հայտնվել ենք այս ամեն ինչի մեջտեղում, ձեռք սեղմում, ծիծաղ եւ ժպիտ ուրախանալ, որ հիմա գնացել է Նիկոլ Փաշինյանը, էլի մի անգամ էլ առիթ ունեցա մեկ ամսվա ընթացքում Թրամփին տեսնել այսպես ձեռքը սեղմել, հիմա դրանից հետո մեզ ինչ է սպասվելու, մեզանից ինչ է պահանջվելու, ինչ է դրվել սեղանին, դա ասեմ կարևոր թեմա է, հատկապես որ խոսվեց, որ շուրջ եթե չեմ սխալվում 5 միլիարդ դոլարի ներդրման մասին է խոսում, որ այս խորհուրդը պիտի կատարի Գազայի մեջ։ Հիմա մեզանից ինչ են ստանալու դրա դեմ, բնականաբար այդ գումարը չունեն կամ որպես պարտք են գրանցելու կամ դիմացը շատ ավելի ծանր ու ինչ մի բան են մեզանից պահանջելու։ Այն ԱԹՍ-ները, որ պարոն Բենյամինին շատ հետաքրքիր կերպով ես կարծում եմ շատ հստակ է, որ դրանք պատահաբար չեն հայտնվել Հայաստանում, ինչ որ նպատակով են դրանք եկել Հայաստան։ Ամեն դեպքում իրավիճակը կարծում եմ հեսա որ բավական վտանգավոր է։ Ահա, եւ հիմա պատկերացնում ենք իրավիճակ, երբ այնուամենայնիվ Միացյալ Նահանգները սկսում է ռազմական գործողությունները Իրանի դեմ եւ մենք լինելով տարածաշրջանի փոքր, բայց այնուամենայնիվ մաս, մենք Իրանի հետ հարևան ենք եւ այդ դեպքում ինչպես է դա անդրադառնալու մեզ վրա, ինչպես է Հայաստանը դրան արձագանքելու, մենք քանիցս լսել ենք, որ Իրանը հանդես եկել կոշտ հայտարարության, որ տարածաշրջանում սահմանների փոփոխություն չի հանդուրժելու համենայն դեպս իր հատվածի վերաբերյալ եւ քանիցս հանդես եկել Հայաստանի պաշտպանությամբ, իսկ այս դեպքում Հայաստանն ինչ դիրքորոշում է որդեգրելու կապված Իրանի հետ եւ արդյոք ռազմական գործողությունները եթե սկսվեն դրանով չի վտանգվի Հայաստանի սուվերենությունը, որովհետեւ մենք ինչպես ենք դրան ներգրավելու, ինչ է կարծում ենք պետք է դրան ներգրավենք, ինչ է տեղի ունենալու այդ ժամանակ, եթե այնուամենայնիվ ռազմական գործողությունները սկսվեն։ Ես մի հարց տամ, որի պատասխանը կարծում եմ բոլորս էլ գիտենք։ Հիմա եթե ռազմական գործողությունը սկսեց, ասեք, ասված մի առասպել առավոտյան, եւ պարոն Թրամփը դրեց Նիկոլ Փաշինյանի սեղանի վրա, այսինքն օրակարգի մեջ, որ դու պիտի ինչ-որ ձևով մեզ օգնես, Նիկոլ ունի համարձակություն ոչ ասելու։ Բոլորս գիտենք պատասխանը ինչա դրանը եւ դա է վտանգավորը, որ բոլորս գիտենք ինչա լինելու եւ ընդհանրապես չպետք է հայտնվեինք այս խաղի մեջ, որպեսզի հետո նման հարցադրման դիմաց չկանգնեինք, բայց նման եթե հարց նախագահ Թրամփը տնի սեղանի վրա Նիկոլի դիմաց, Նիկոլ Փաշինյանի դիմաց, կարծում եմ բոլորիս պատասխանը գիտենք, որ պատասխանը ինչա լինելու։ Ամեն դեպքում Նիկոլը կարծում է, որ ճարպիկությամբ կարող է խույս տալ, մա տեսնում եք Հայաստանում ինչպես է վերաբերվում, Իրանը բողոքում է, իրանցիների ցույցեր արգելում է, այդպես սիրաշահելու է իրանցիներին, բայց մյուս կողմից ԱՏՍ-ներ է բերում տեղակայում Հայաստանում, որ բոլորն էլ գիտեն դրա օգտագործումը հիմնականում Իրանի դեմ է լինելու։ Ամեն դեպքում ոչ ասելը Նիկոլ Փաշինյանի համար այս փուլում բավական դժվար է լինելու կամ անհնարին է լինելու եւ դա է վտանգավորը մեզ համար։ Բացի այն, մեր սահմանների հարևանության մեջ ցանկացած խնդիր, լարվածություն, պատերազմ մեզ համար ամեն դեպքում անհետևանք չի կարող մնալ։ Մի հատ հիշենք 12-օրյա պատերազմի ժամանակ Իսրայել-Իրանի պատերազմի ժամանակ ինչպես իրավիճակ ստեղծվեց, օդային սահմանները փակ էին, իրանցիները փորձում էին երկրից հեռանալ եւ մի խոշոր թվով մի քանի հազար իրանցիներ փորձում էին սահմանը անցնել եւ մտնել Հայաստան եւ այդպես ասած ապաստան գտնել Հայաստանում անվտանգ ապատեղ գտնել։ Հիմա այդ ժամանակ ամառային եղանակ էր, ճանապարհը այդքան էլ խնդիր բան չունենք, բայց հիմա պատկերացեք այս պայմանների մեջ Իրան-Հայաստան այդ վտանգավոր ճանապարհը, որ Նիկոլ Փաշինյանը թողել է մեզ համար այս պայմանների մեջ, որ դրանը լրիվորեն անանցանելի վիճակ է դառնում երբեմն։ Հիմա պատկերացեք այսպես կողմից էլ մի քանի հազար հայեր կամ իրանցիներ փորձեն սահմանը հատել մտնեն այնտեղ, ինչպեսի իրավիճակ է ստեղծվելու, ինչպեսի խոճապ առաջանալու, արդյոք
պատրաստ է Հայաստանի իշխանությունները այդ իրավիճակը դիմագրավելու համար։ Ընդհանրապես մտածում են, թե ասենք Վաշինգտոնում այսպես այդտեղ ժամանակ են անցկացնում, միած ձեռքսեղմելով են ուրախանում Թրամփի հետ։ Եվ ի վերջո Նիկոլ Փաշինյանի այցը Վաշինգտոն, իհարկե Իրանի հարցը շարունակում է մնալ ակտուալ, բայց դե մենք էլ ունենք հարցեր, որոնք որ պետք է կարգավորվեն եւ էլ ինչ կամ ինչ նպատակ ուներ Նիկոլ Փաշինյանի այցը Միացյալ Նահանգներ Վաշինգտոն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով ավելի ակտիվանում է եւ առաջիկա ընտրություններից առաջ եւ ժողովուրդն է ակտիվանում եւ քաղաքական դաշտն է ակտիվանում եւ հաշվի առնելով այդ հանգամանքը ինչ ակնկալիք ունի Հայաստանը Միացյալ Նահանգներից, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը Դոնալդ Թրամփից եւ որն էր այցի գլխավոր նպատակը ըստ ձեզ, եթե Իրանն էր, մենք Իրանի թեման քննարկեցինք, եթե այլ էր, որն էր ըստ ձեզ։ Կարծում եմ հիմա քարոզչական ինչ-որ նպատակ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը հետապնդել է, որտեղ վերջին հաշվով նման տեղերում մասնակցելով շոկ կազմակերպելով, տեսեք այնպես է ձևավոր ապայման միա Թրամփին հանդիպի, մի երկու հատ այսպես զրույց ունենա, մի երկու հատ բառ փոխանակի իրան նկարեն, այդ նկարը որպես քարոզչական նյութ օգտագործի, հաստատ իմացեք վերադառնալուց հետո դա բերելու են ամենաթանկ գնով փորձելու են ընտրազանգվածի վրա ծախել Հայաստանում, որ տեսեք դե մենք ինչպեսի մակարդակի ենք հասել արդեն մեկ ամսվա ընթացքում երկու անգամ գնում ենք Թրամփի հետ նստում ենք, զրուցում ենք, այդպես ասած, հիմնականում դա այդ նպատակն է, ուրեմն Նիկոլ Փաշինյանը հետապնդելու, բայց ամեն դեպքում մենք մի նոր աշխարհակարգ կա ձևավորում, դա պետք է հասկանանք, որ այն ամեն ինչը որ կատարվում է հիմա Թրամփն էր գուցե ինչ որտեղ ուժի կենտրոնների գործիքն է այս նոր աշխարհակարգը քանդելու եւ նոր աշխարհակարգ ստեղծելու այն ձևով որ ասենք շահավետ կլինի իրենց համար թե նյութապես ֆինանսապես Հիմա մենք կաշվենք դրա կենտրոնում ենք հայտնվել, հիմա դրանից խույս տալ դուրս գալ, ես կարծում եմ դժվար է մեզ համար չեն կարողանալու, ասենք մենք չկանք, չենք խաղում, ամեն դեպքում դու պարտավոր ես այս խաղի մեջ լինել, բայց կարծում եմ հիմա գուցե մենք պիտի փորձենք, ասենք ընդդիմությունը պիտի փորձի այլընտրանքներ ներկայացնելու, այսինքն Միացյալ Նահանգների իշխանություն, որ դու լավ դու ունես հիմա ներկայիս Նիկոլ Փաշինյանի տարբերակը քեզ համար, որ ամեն ձև քեզ խոստանում է, քեզ կօգնի, բայց ամեն դեպքում այս մարդու վրա դու չես կարող շատ լույս կոփել, որտեղ ցանկացած բայի կարող է վարկանապես փոխվել 100 աստիճան այլ դիրքորոշում ընդունել, ամեն դեպքում մենք կարծում եմ ընդդիմությունը եթե շատ ավելի շահավետ տարբերակով այլընտրանքով կարողանա ներկայանա փորձի շփումների մեջ մտնել Միացյալ Նահանգների իշխանությունների հետ հավանաբար ընտրություններից հետո մենք կարողանանք գուցե նման այդպես ասած քարոզչական նյութերը նաև ընդդիմության համար ունենանք Հայաստանում Պարոն Մարգարյան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար այս տաղավարում եւ Երևանի տաղավարում Բենյամինի կողմից բազմիցս հնչել է, որ մենք այնուամենայնիվ ընտրենք ոչ թե արևմտյան, այլ թուրքական այսպես վեկտորը եւ եթե Թուրքիայում բացի Նիկոլ Փաշինյանից այլ տեխնացուի չեն դիտարկում որպես Հայաստանի առաջնորդ, Միացյալ Նահանգների տեսանկյունից ինչ տարբերակ կա, այսինքն Միացյալ Նահանգներում ինչպես կվերաբերվեն ըստ ձեզ հաշվի առնելով Միացյալ Նահանգների այսօրվա քաղաքականությունը, ինչպես կվերաբերվեն այն հանգամանքի, որ Հայաստանում լինի իշխանափոխություն եւ Նիկոլ Փաշինյանը հեռանա եւ այլ քաղաքական ուժ գլխավորի Հայաստանը։ Եթե Թուրքիայում միանշանակ դեմ են դրան, որովհետեւ իրենք արդեն Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք են բերել որոշակի նախնական պայմանավորվածություններ ըստ հայտարարությունների Միացյալ Նահանգները դրան ինչպես է նայում ըստ ձեզ կա տարբերակ որ Միացյալ Նահանգների համար ընդունելի լինի օրինակ ոչ թե Նիկոլ Փաշինյանը այլ տեխնացու օրինակ Այսինքն այստեղ ամենից շահն է խոսում, այսինքն հատկապես ֆինանսական շահերն են այստեղ խոսում, էներգիայի թեմաներն են խոսում։ Հիմա Թուրքիան կարողացել է այդ ձևաչափը գտնել Նիկոլ Փաշինյանին պայելով իշխանության հասնել իր նպատակներին, բայց ես քիչ առաջ էլ ասացի, ես կարծում եմ մենք պիտի կարողանանք այլընտրանքներ առաջարկենք։ Հիմա այդ այլընտրանքները եթե նաև ինչ որտեղ նաև Թուրքիայի համար պես ասած քաղաքագրի Թուրքիայի, նաև ինչ որ օգուտ Թուրքիան դրանից ունենա, բայց միևնույն ժամանակ, այսինքն Միացյալ Նահանգների համար էլ առավել շահավետ լինի։ Օրինակի համար, այն տարբերակը, որ 102 ասուլիսների ժամանակ նախագահ Քոչարյանն առաջարկեց, ես կարծում եմ հետարքի տարբերակը, եթե Միացյալ Նահանգները ուշադրության կենտրոնում ունենա այդ տարբերակը, որ այդ ճանապարհը միայն չսահմանափակվի թրիփ օրինակի համար Հայաստանով եւ այդ շարունակվի դառնա շատ ավելի մեծ ինչ որ փաթեթի, ինչ որ մասնիկը, որից նաև կշահի գուցե Թուրքիան շահի այդտեղից, նաև Միացյալ Նահանգները ավելի մեծ տնտեսական շահ կարող այդտեղից ստանալ 40 կիլոմետրի փոխարեն շատ ավելի երկար ճանապարհ ստանալու։
Դրանք կարծում եմ նաև մեր ընդդիմության բարդականությունն որ կանա դրանք նաև լսելի դարձնեն Միացյալ Նահանգներին։ Ես կարծում եմ հիմա շահավետ տարբերակների խնդիր կա։ Հիմա միակ տարբերակը որ սեղանին եղել է Նիկոլի խաղաղության գուցե այդ խաչմերուկն է եղել, կարողացել է դա բերել ծախել Թրամփին, Թրամփն էլ դա գնել է հիմա խաղաղության օրակարգի անվան տակ ձեռք են սեղմում միասին պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, բայց գիտեք նախկին Թրամփը բիզնեսմեն է, եթե ավելի լավ տարբերակ ես կարծում եմ եթե իրեն առաջարկվի եւ ճիշտ բացատրվի իրան մենք կարողանանք այդ շփման միջոցները գտնենք, ես չեմ բացառում որ հնարավոր կլինի նաեւ այդ տարբերակների հետ որ աշխատենք։